Էլեկտրոնային լրատվամիջոցներից Մեդիամաքսի մեր գործընկերները փաստարկել էին պետական ծառայություններից մեկի ճանապարհային ոստիկանության մեքենաների հաշվառման կենտրոնի կամ այսպես կոչված ՄՌՕ-ի վատ աշխատանքի մասին։ Հեղինակը գտնվելով Մալաթիայի ստորաբաժանումում, որ սպասարկում է Երևանի շուրջ 1/3, այս կառույցի աշխատանքը որակել էր նախորդ դարում մնացած կամ սովետական շրջանի սովորություն, մինչդեռ աշխարհը, որ վաղուց հայտնագործել է iPhone ու լայնաշերտ ինտերնետ, չափազանց արագ է փոխվում։ Լրագրողական աչքից չէին վրիպել այստեղ առկա կուտակումները, հերթերն ու խառնաշփոթը, առհասարակ կարգոկանոնի բացակայությունը, ինչին նա առնչվել էր անձամբ սեփական մեքենան հաշվառումից հանելու պրոցեսն իրականացնելիս։ Գրքերը թեժանում են հատկապես երբ սրահում տեղադրված տերմինալը դադարում է աշխատել։ Ուղիղ ժամը 13-ին բոլոր դռները փակվում են եւ բացվում 15-ին։ Նրանք, ովքեր չեն հասցրել մինչև ընդմիջում մտնել ցանկալի կաբինետ, ընդմիջումից հետո ստիպված են նոր հերթ կանգնել։ Արդյունքում այն գործընթացը, որը հարևան երկրում տևում էր 15-ից 20 րոպե, ինձնից խլեց ուղիղ 1 աշխատանքային օր։ 1 օր նվաստացուցիչ դժոխային պայմաններում։ Գրում է հեղինակը, լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։ Եվ ահա վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային շաբաթը սկսում է այցելելով կենտրոն, տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Մինչ այդ անմիջապես արձագանքելով քաղաքացիների դժգոհությանը, կառավարության նիստին վարչապետը հանձնարարել էր ոստիկանապետին անձնական հսկողության տակ պահել գործընթացը այս դաշտում եւ սկզբի համար գոնե ավելացնել աշխատողների քանակը, որպեսզի հերթեր չկուտակվեն եւ քաղաքացիները սպասարկվեն արագ ու առանց խոչընդոտների։ Ես հանձնարարել եմ ոստիկանապետին, որպեսզի վերցնի իր անձնական հսկողության տակ այս խնդիրը, ավելացնել աշխատողների քանակը եւ նվազեցնել այդ ծանրաբեռնվածությունը, որը այսօր առկա է ոստիկանությունում։ Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության թիվ 2 հաշվառման քննական բաժանմունքն է։ Էրեբունի համայնքում գտնվող այս բաժանմունքում տարաբնույթ 120-ից 150 գործարք է օրական իրականացվում մեքենայի գրանցում հաշվառումից մինչև վարորդական վկայականի ստացում։ Տարածքը մեծ չէ, հերթերն ու մարդկանց հոսքը անպակաս։ Վարչապետի այն մտահոգությանը, թե քաղաքացիների կողմից կան դժգոհություններ սպասարկման հետ կապված, ոստիկանության ղեկավարն ու բաժանմունքի պատասխանատուները այսպես են արձագանքում։ Յուրաքանչյուր քաղաքացի 20-30 րոպե ամենաշատը ճանապարհում է ստորաբաժանումից։ Այդ կրկնակի այցելություններն են, որ մի քիչ իրենց ժամանակահատվածը երկարացնում են։ Դժգոհությունը իրենց մոտ այդ 7 օրվա համար չի առաջանում։ Իրենց մոտ դժգոհություն առաջանում, որ գալիս են ստե տևում է մի ժամից ավել։ Դա դժգոհության հիմնական պատճառը։ Ոստիկանության պետի կարծիքով նման հոսքը ավելի շատ պայմանավորված է ավտոմեքենատերերի անիրազեկվածությամբ։ Այստեղ գալիս են ապա չունեցող վարորդներ, գալիս են ու տեղեկանում, որ առանց այդ կտրոնի չեն կարող որևէ գործարք անել եւ ստիպված կրկին ետ են վերադառնում։ Այս իմաստով ոստիկանապետը ընդունում է, որ թերևս ծանուցման գործում թերացել են։ Իրազեկման հարցում ճիշտ թերացել, որովհետեւ երբ գալիս են քաղաքացիները ապաչել ուղարկում են հետ, ուղարկում են նորից գնում գալիս են քաղաքացիներ։ Այստեղ երևի մենք ավելի շատ ունենք խնդրի իրազեկման կապված։ Այսօր հանգավորեցի ռոլիկներ կսարքեն եւ կտամ նորից հեռուստատեսությամբ այդ ամբողջական փաթեթը, որը դուք բարձրացնում եք, որ ամբողջական փաթեթ ներկայացան արդեն ապայով։ Սակայն միթե հնարավոր չէ, որ ապա կտրոնի ճշգրտումը իրականացվի հենց տեղում էլեկտրոնային տվյալների օգնությամբ։ Սակայն տեղում պարզվում է, որ ապա համակարգի միասնական էլեկտրոնային բազան չի աշխատում կամ գործում է դանդաղ։ Մինչև մեքենայի տվյալները արտացոլվում են բազայում, տևում է 7-ից 8 օր։ Վարչապետի վերահսկողական ուսումնասիրել է ապայի խնդիրը լուծելով գործարքների իրականացման արդյունավետությունը առնվազն 50%-ով կավելանա։ Այս պահի դրությամբ ես ավտոսիրողների համար 3 լավ նորություն ունեմ։ Նախ այսօրվանից սկսած մռոններն աշխատելու են առանց ընդմիջման։ Դա իհարկե չի նշանակում, որ նրանք սոված են մնալու, պարզապես հերթով են ճաշելու։ Երկրորդը աշխատելու են մինչև վերջին հաճախորդ տրամաբանական սահմաններում։ Այսինքն սպասարկելու են բոլոր այն անձանց, ովքեր տվյալ օրը հերթի մեջ էին։ Երրորդ նորությունն ավելի գլոբալ է։ Ապրիլի 2-ին մռոնները գոնե Երևանում կդառնան պատմություն, իսկ դրանց փոխարեն Էրեբունիում կբացվի ճանապարհային ոստիկանության ծառայության նոր եւ ժամանակակից կենտրոնը։ Սա արդեն նույն Մեդիամաքսի հաջորդ արձագանքն է, այսինքն բարձրաստիճան պաշտոնյաների հետևողականությունը արդեն իսկ որոշ խնդիրներ կարգավորել է։ Իսկ քաղաքացիների համար նվաստացուցիչ այս քաշքշուկը պատմություն կդառնա, երբ ապրիլից Երևանի բոլոր 3 հաշվառման բաժինները սկսեն գործել մեկ կետից։
Նորակառույց այս տարածքում կիրականացվեն ճանապարհային ոստիկանության հետ առնչվող բոլոր գործառույթները։ Սպասարկող համապատասխան կադրերը այս պահին անցնում են անհրաժեշտ դասընթացներ։ Եվ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանավորածի, ապա ապրիլից արդեն մեքենա վաճառելը, գրանցումից հանելը, նոր տիրոջ անունով գրանցելը, տեղգրքույկ եւ համարանիշ ստանալը տևելու է առավելագույնը 20 րոպե։ Այժմ արդեն ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Թումանյանի տուն-թանգարանի մատենավարուհի Անահիտ Նալբանդյանը զբաղված է իր առօրյա աշխատանքով։ Հիմա օրինակ թվայնացնում է Թումանյանի ստեղծագործությունները, իսկ աշխատանքից դուրս խնդիրը մնում է ծախսերը, որոնք այդպես էլ ոչ մի կերպ չեն համընկնում ստացված եկամուտներին։ Այսօր սակայն հետաքրքիր մի լուր հաճելի անակնկալի է բերել թանգարանի կոլեկտիվին ու նաև Անահիտին։ Իր ստացած ամսական աշխատավարձը հազիվ թե իրեն թույլ տար անգամ մտածել բժշկական ապահովագրության մասին, մինչդեռ լսել է, որ այս տարի իր եւ իր գործընկերների համար պետությունը հաճելի անակնկալ ունի։ Աշխատավարձից զատ տնօրինելու է եւս 132,000 դրամի սոցիալական փաթեթի շրջանակում, ինչը իրեն հնարավորություն է տալու նախ եւ առաջ բժշկական ապահովագրություն ունենալ։ Շատ գովելի է այն փաստը, որ հիմնականում առողջապահական խնդիրներին է նաև ծառայելու այդ գումարը, որովհետև հայկական մենթալիտետում չկա սեփական առողջությանը որոշակի եւ բարբերաբար ուշադրություն դարձնելու եւ այս դեպքում արդեն մարդիկ ստիպված, բայց նաեւ մեծ ցանկությամբ կդիմեն այդ ծառայություններին։ Մնացած գումարը հավանաբար կուղղի ուսանող որդու ուսման վարձավճարի մարմանը։ Ես ունեմ ուսանող երեխա, որի համար դժվարանում եմ երբեմն վարձը մուծել։ Այս տարի պետական համակարգում աշխատողների մեծ մասին պետության կողմից կհատկացվի այսպես կոչված սոցիալական փաթեթ։ Այդ մասին որոշումը կառավարությունն ընդունեց անցյալ տարվա վերջին նիստին։ Սոցիալական փաթեթից օգտվելու է մոտ 120,000 մարդ։ Սա նշանակում է, որ այդ 120,000-ից յուրաքանչյուրին պետությունը հատկացնում է 132,000 դրամ։ Այդ գումարի շրջանակում պետական ծառայողները, ինչպես նաև որոշ ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները, այդ թվում նաև հանրակրթական դպրոցների աշխատակիցները կարող են օգտվել բժշկական ապահովագրությունից, վճարել հիպոթեկային վարկի ամսական վճարը, ուսման վճարները, ինչպես նաև անցկացնել իրենց հանգիստը Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ հանգստավայրում։ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով հենց այսպիսի միջոցառումներով պետությունը կարող է պետական ծառայողների համար առավելություն ապահովել անհամեմատ բարձր վարձատրվող մասնավոր հատվածի աշխատողների նկատմամբ։ Որպես կանոն հանրային հատվածի աշխատավարձերը հիմնականում եւ վարձատրման ձևը տարբերվում են մասնավոր հատվածից հենց այս կտորով։ Այսինքն մասնավոր հատվածում որպես կանոն տալիս են հիմնականում աշխատավարձ, իսկ հանրային հատվածը տալիս է նաեւ այլ օգուտներ, որոնք շատ ավելի արդյունավետ կերպով ձեռք են բերում, երբ որ կոլեկտիվ գնում է կատարվում այդպիսի։ Սոցիալական փաթեթից հատկացումներն իրականացվելու են բացառապես անկանխիկ, փոխանցելով համապատասխան գումարը ծառայություն մատուցող կազմակերպության բանկային հաշվին։ Միանվագ տրամադրվող 132,000 դրամի մեջ պետության միակ պարտադրանքն է փաթեթից օգտվողին 52,000-ը ծախսել բժշկական ապահովագրության վրա։ Այսպիսով կարելի է ասել, որ պետությունն իր 120,000 ծառայողների համար ապահովագրական ընկերություններից գնում է առողջական փաթեթ, ու չնայած թվացյալ փոքր գնմանը ֆինանսների նախարարի գնահատմամբ, այս գումարը հնարավորություն է տալու այդ 120,000-ին բժշկի դիմել անգամ սրտի վիրահատության կամ այլ բարդ դեպքերի պարագայում։ Եթե խոշոր գնում է անում եւ միանգամից 100,000-ավոր մարդիկ, իսկ մեծ երկրներում միլիոնավոր մարդիկ ուրեմն գնում են այդ ծառայությունը, ապա նրանք ունենում են մեծ մասշտաբի էֆեկտ, այսինքն իրենք կարողանում են փոքր գնով ավելի մեծ արդյունքներ ստանալ։ Հիմա մենք ասենք մոտ 120,000 ծառայողի համար դա գնելով կարողանում ենք ընդամենը 52,000-ով ձեռք բերել մինչև 3,800,000-ի ապահովագրություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այն քաղցրահողները, որ կունենան պարտադիր ապահովագրությունը, նրանք կարող են արդեն չվախենալ այնպիսի ծանր դեպքերից, երբ որ հանկարծ կարող է կանգնեն լիովին հանկարծակի ծանր վիրահատության անհրաժեշտության առջև։ Դա կարող է ծածկել սրտի, երեկանների, թոքերի եւ նմանատիպ վիրահատություններ։ Այսպիսով սոցիալական փաթեթի միջոցով կառավարությունը նպատակ ունի մեղմել պետական աշխատողների նախ եւ առաջ սոցիալական խնդիրները։ Կառավարության այս ձեռնարկումը հաճելի ցնցում է առաջացրել պետական ծառայողների շրջանում, ուսուցիչներ, գրադարանավարներ, քաղցրահողներ, մշակույթի ոլորտում աշխատողներ, նրանց ում ամսական եկամուտը հաճախ չի հասնում անգամ 100,000 դրամի, այնինչ 132,000 դրամ արժեքով սոցփաթեթը կարող է լուծել որոշ առաջնային խնդիրներ։
յուրաքանչյուրս պարտադրված գնալու ենք, զբաղվելու ենք մեր առողջական խնդիրներով։ Այսինքն, եթե տարվա ընթացքում այս եւ այն խնդիրները մեզ հետ էին պահում եւ ֆինանսական առումով եւ գերզբաղված լինելու առումով, այս հարցի պարագայում արդեն պարտադրված մենք կզբաղվենք մեր առողջությամբ։ Եթե դու գիտես, որ դու ունես ինչ-որ մի փոքրիկ գումար, թեկուզ, այ 52,000 թե ինչքան է ունես գումար, որը դու պարտադիր կարող ես օգտագործել քո առողջության համար, բնականաբար դու անպայման կօգտագործես։ Այսինքն առաջին հերթին ինչ որտեղ միգուցե դա եւ ստիպողական եւ ինչ, բայց սովորեցնի մեզ, որ պետք է ամեն դեպքում գոնե տարին մեկ անգամ հետազոտվել։ Իհարկե գովելի է, որ մանավանդ այ կոնկրետ հայկին լինելով հանդերձ, որ շատ դեպքերում մենք դնում ենք երկրորդական, երրորդական պլան առողջությունը, գերադասում ենք շատ հարցեր լուծել, հիմա գոնե թե պարտավորված կանեն մեր հայ կանայք, մեր հայ ուսուցիչները, իսկ մեր հայ ուսուցիչը պիտի լավ ապրի, պիտի առողջ ապրի։ Այս պահին հիմա մտածում եմ ու երևի ամենաառաջինը ես կկազմակերպեի ինչ-որ հանգիստը, որը որ այս պահին դեռ այդպես եմ մտածում, բայց մտքերը շատ են։ Իսկ փաթեթում հատկապես բժշկական ծախսերի նկարավարությունը առաջնահերթություն տվել ելնելով հենց մեր քաղաքացիների շրջանում եղած պահանջից։ Համաշխարհային բանկի անցկացրած վերջին նմանատիպ հետազոտությունը փաստում է, որ Հայաստանի քաղաքացիներին նախ եւ առաջ անհասանելի են բժշկական ծառայությունները։ Երկրորդ ուղղությունները արդեն գնում են համապատասխանել ուսումնառությունը, օգնությունը կարիքավորներին, կենսաթոշակները, բնակարանային ապահովությունը եւ եթե մենք նայենք մեր 2012 թվականի բյուջեն, ապա այդ 5 խոշորագույն առաջնահերթությունները ամբողջովին արտահայտված են այդտեղ։ Ֆինանսների նախարարի համոզմամբ սոցփաթեթին չէր կարող համազոր համարվել, ասենք, աշխատավարձերի բարձրացումը, քանի որ այդ ժամանակ պետությունը ուղղակի չէր կարողանա ապահովել այսպես կոչված հորիզոնական արդարություն։ Ի տարբերություն աշխատավարձերի ավելացման, սա ցածր ստացողներին ավելի շատ գումար է տալիս։ Այսինքն մենք հիմա դրել ենք 132,000, դա ստանում են բոլորը, առաջի կարգի մասնագետից մինչև վարչության պետ։ Այլ հավասար պայմաններում, եթե այդ նույն գումարի աշխատավարձի ֆոնդը տայինք, ապա նրանց տարբերությունը կլիներ 2 անգամ, 3 անգամ տարբեր։ Այսինքն ոչ թե կլիներ 132,000, մեկը կստանար 180, մեկը կլիներ 80։ Հարկ է նշել նաև, որ պետական այս ծրագրի իրական շահառուները միայն 120,000-ը չեն։ Սոցփաթեթից կարող են օգտվել նաև պետական ծառայողի ընտանիքի անդամները, օրինակ բժշկական ապահովագրության դեպքում ամուսինը եւ ընտանիքի մինչև 27 տարեկան անդամները։ Ֆինանսների նախարարությունում նաև զգուշացնում են, որ սոցփաթեթը պետք է ծախսել տվյալ տարում, այն կൂട്ടակային բնույթ չի կրում։